Քվեարկությունները նոր ժամանակաշրջանի սկիզբ։ Քվեարկությունները այլևս պարզապես վարչական գործիք չեն, դրանք ժողովրդի ձայնն են, որը ձևավորում է ապագան, իրական ժողովրդավարության առանցքը, որտեղ քաղաքացին ոչ թե միայն դիտորդ է, այլ իր ապագայի ճարտարապետը։ Մինչև հիմա ժողովրդավարությունը հաճախ ընկալվել է որպես տեսական գաղափար, որը գործնականում չի իրականացվում լիարժեք։ Վիրտուալ խորհրդանի միջոցով այն դառնում է իրականություն նոր գործնական մակարդակում։ Ինչպես է դա փոխում համակարգը։ Առաջին՝ ժողովրդավարություն, որպես գործընթաց, ոչ թե իրադարձություն։ Ավանդական ժողովրդական համակարգերում քաղաքացիները ընտրում են իշխանություններին 4-5 տարին մեկ, այնուհետև կորցնում են ազդեցության լծակները, բայց իրական ժողովրդավարությունը մշտական գործընթաց է, ոչ թե միայն ընտրությունների ժամանակ գործող մեխանիզմ։ Անընդհատ մասնակցություն։ Քաղաքացիները ամեն օր կարող են մասնակցել երկրի կառավարմանը։ Արագ արձագանքում։ Չկա անհրաժեշտություն սպասելու տարիներ քաղաքական կուրսը փոխելու համար։ Կառավարումը դառնում է կենդանի մեխանիզմ, ժողովուրդը անընդհատ վերահսկում և ուղղորդում է համակարգը։ Երկրորդ՝ պետության կառավարման նոր մոդել։ Հին համակարգերում որոշումները ընդունում էր նեղ քաղաքական վերնախավը, իսկ ժողովրդի կարծիքը հաշվառվում էր միայն ընտրությունների ժամանակ։ Այժմ քվեարկությունները թույլ են տալիս յուրաքանչյուր քաղաքացուն դառնալ պետության կառավարման անմիջական մասնակից։ Բյուջեի բաշխումը։ Որոշում է ժողովուրդը ոչ թե միայն բյուջեի բաշխումը որոշում է ոչ թե միայն ժողովուրդը, ոչ թե միայն նախարարությունները, այլ ժողովուրդը իրար հետ միասին։ Օրենքների ընդունումը, հասարակությունը քվեարկությամբ որոշում է, թե որ օրենքներն են իրեն պետք։ Մշակութային և սոցիալական քաղաքականություն։ Քաղաքացիները ուղղակիորեն մասնակցում են իրենց ապագայի ձևավորմանը։ Երրորդ՝ վստահություն իշխանությունների նկատմամբ։ Մարդիկ հաճախ չեն վստահում քաղաքական գործիչներին, քանի որ նրանց խոստումներն ու գործողությունները չեն համընկնում, բայց երբ ժողովուրդն ինքն է դառնում որոշումների կայացնողը, այս վստահության պակասը վերանում է, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի զգում է իր ձայնի ուժը։ Թափանցիկություն։ Յուրաքանչյուր որոշում բաց է հասանելի բոլորի համար։ Պատասխանատվություն։ Ոչ մի պաշտոնյա կամ կուսակցություն այլևս չի կարող մոնոպոլացնել իշխանությունը։ Համերաշխություն։ Քանի որ բոլորը ներգրված են, հասարակությունը դառնում է ավելի միասնական։ Ինչու է սա նոր ժամանակաշրջանի սկիզբ։ Քաղաքացին այլևս պասիվ չէ, այլ պետության հիմնական շարժիչ ուժը։ Ժողովրդավարությունը դադարում է լինել տեսություն, այն դառնում է պրակտիկա։ Պետական կառավարումը դառնում է կենդանի, օրգանական գործընթաց։ Քաղաքական համակարգերը այլևս չեն կարող գործել առանց ժողովրդի մասնակցության։ Տեխնոլոգիաների օգնությամբ հասարակության ձայնը դառնում է հզոր և որոշիչ։ Այս համակարգը այլևս հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ այն հիմնվում է ոչ թե քաղաքական կառույցների, այլ ժողովրդի կամքի վրա։ Մենք արդեն ապրում ենք նոր դարաշրջանում, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե կուսակցություններին, այլ վերնախավերին, այլ ժողովրդին։ Դրա համար խնդրում եմ բոլորից հետ, ով առաջի անգամ է վիրտուալ խորհրդանում, բաժանորդագրվեք, մտեք քվեարկությունների բաժին, զապիսի տեղը պոստերի, մասնակցեք քվեարկություններին, հզորացրեք ժողովրդի ձայնը, դուք նաև կծանոթանաք ապագայի ծրագրին, մասնակցելով քվեարկությանը, դա նաև մեր գաղափարն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում, որ ժողովուրդը իր քվեարկություններով
ձևավորում է իր ճանապարհաքարտեզը։ Շնորհակալություն բոլորիցդ։